Հարությունյան, ուսուցչուհի եմ։ Քանի որ վստահ եմ, որ դուք ընտրվելու եք, պարոն նախագահ, եւ իմ հարցը վերաբերում է կադրային աշխատանքին։ Բոլորս գիտենք, որ բոլոր իրենց հարգող պետություններում ընտրովի պաշտոն ձեռք բերածները դառնում են բոլորի համար հավասար պաշտոնյա։ Նախագահը բոլորի նախագահն է, ոչ թե ընտրովի։ Մեր երկրում այդպես չեղավ։ Այսօր երկրի առաջին դեմքը մենակ յուրայինների համար է։ Նույնիսկ հասարակ մարդիկ, ովքեր նրան ընտրել են, նրանց վարչապետը չէ։ Եվ յուրաքանչյուր իրեն հարգող հիմնարկ անգամ հավաքարար ընտրելիս հաշվի է առնում նրա աշխատանքային փորձը, մարդկային որակները, մաքրասիրությունը, աշխատելու հմտությունները։ Մեզ մոտ այդպես չէ։ Մենք այսօր ներքևից վերև ունենք պրոֆեսիոնալ կադրերի պակասությունը, թեթև է ասված, բացակայություն։ Եվ մենք երկրի նվիրեցինք մեկին, որը կարելի ասել մի հավաբուն անգամ չէր կարող ղեկավարել։ Իսկ ովքեր են արտաքին քաղաքականությամբ զբաղվում։ Ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցողները, այլև համապատասխան ճանապարհ անցած մարդիկ։ Իսկ այսօր ովքեր են մեր արտաքին հարաբերությունների հարցը լուծում։ Ովքեր են ղեկավարում տնտեսությունը, ովքեր կրթությունը, բժշկությունը, ամենտեղ ոչ միտեղ պրոֆեսիոնալներ չկան։ Կամ շատ քիչ կան։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը շատ երիտասարդներ ստիպված աշխատում են այս համակարգի հետ։ Եվ հոգու խորքում նրանք համաձայն չեն, բայց չեն էլ կարող այլ կերպ վարվել, որտեղ աշխատում են, աշխատել է պետք։ Ես կուզենայի, որ ձեր ծրագրում ընդգրկված լիներ մի կարևոր հարց, որ կադրային քաղաքականությունը պետք է հիմնվի պրոֆեսիոնալիզմի վրա եւ անգամ նրանք, ովքեր որ աշխատել են, հատկապես երիտասարդներ այսօր պետական համակարգում, նրանք իրենց որակավորմանը համապատասխան կշարունակեն աշխատել, որովհետեւ Հայաստանը չի կարելի դարձնել ինչ-որ մեկին, ոնց որ այսօր է։ Այսօր կա մեկը, որ քպայական չէ, բայց լավ աշխատանք ունի։ Չկա։ Եվ շատ երիտասարդներ մտավախություն ունեն, որ իրենք աշխատանքից կազատվել։ Ուրիշ փորձ չունեն, այսօր այս իշխանությունը այդպես է վարվել, աշխատանքից ազատել է նրանց, ովքեր իրենց կողմից չեն եղել։ Ձեր առաջին նախագահության տարիներին դուք չեք վարվել այդպես, այսինքն դուք վհուկների որս չարեցիք։ Եվ ես հիշում եմ ձեր հայտարարությունը, որ ասացիք ՀՀՇ-ականն էլ է հայ, որ չեք կարող դուք բաժանել, եւ այսօր դուք պատրաստվում եք արդյոք ընդառաջ գնալ երիտասարդներին հատկապես եւ նրանց աշխատանքի տեղավորելը, նրանց հնարավորություն տալ աշխատելու, եթե նրանք պրոֆեսիոնալիզմ կդրսևորեն։ Շնորհակալ եմ։ Մի քիչ երկար ստացվեց, կներեք։ Իսկապես թեման կարևոր թեմա է, ես կառաջարկեի ավելի ճիշտ հետևյալ ձևով կարձակնքեի։ Մարդ չի կարող ղեկավար աշխատի, եթե ոլորտը չի հասկանում։ Ոքի չի կարող։ Եվ եթե ուզում ես իսկապես ոլորտը զարգացնես, պետք է մարդ նշանակես ղեկավարի պաշտոնում, որ այդ ոլորտը զգում է, հասկանում է։ Սա անկասկած եւ այդպես է եղել։ Իմ նախագահության տարիներին այդպես է եղել եւ դրանով է պայմանավորված, որ մարդիկ երկար են աշխատել։ Արտգործնախարարը 10 տարի եղել է արտգործնախարար։ Արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում, մոտ 9 տարի։ Ոստիկանապետը Հայկ Արությունյանը 99 թվականից։ Եվ այսպես երկար են աշխատել։ Եթե դու կարող ես, օրինակ, 6 տարում, 7 տարում 5 ոստիկանապետ փոխել, 6-7 անվտանգության ծառայության պետ,
նախարարներ կա, որ սենց որ սեմիչքի պես էլի սենց։ Սա առաջինը փոխելու ապրանք են իրականում, բայց գոնե եթե տեսնում ես, որ հաջող չի փոխում ես, գոնե տեղը մի մարդ բեր, որ արհեստավարժության գոնե ինչ-որ մի բան ունի, մի մակարդակ ունի։ Այդ տեսանկյունից հիմա պատկերը խայտարակ է։ Դուք վերցրեք օրինակ իմ տարիների ինչքան էին աշխատում նախարարներ իրենց մասնագիտությունը, թե ինչի մասնագետ են, եւ երբեք չի եղել, որ օրինակ իրավաբանին նշանակես առողջապահության նախարար կամ բժիշկին նշանակես արտարադատության նախարար, այդպես բան չի եղել։ Անպայման ես լրիվ ընդունում եմ այն, ինչ դուք ասել եք, ինչ վերաբերում է այլ մոտեցման թայֆայության։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք մեկ մարդ, որը նշանակվել է կարևոր պաշտոնից, որ ինձ բարեկամ է, բարեկամ կամ ազգական։ Ոտի գտեք, հրապարակեք այդ մարդու անազգանունը, որը կարևոր ինչ-որ դիրքերում, ինչ-որ մի բան է, կարևոր բաներ անում երկրում։ Չկա։ Կամ օրինակ համադասարանցի, կամ համակուրսեցի, իմ համակուրսեցիներից մենակ մեկը Մարտունի շրջանում շրջանը մի պետ էր։ Եթե ես իմացել եմ իր նշանակման մասին հետո, որ այցելել եմ այդ մարզ, ասյա դու ես, չգիտե, Հայ Կարոսունյանը նշանակել էր։ Այսպես էր։ Հիմա որ նայում ես, քա որ սանիկ, չգիտեմ, բան ես, ինչ կապեր ասես, բաներ ձակներ, չգիտեմ ինչ է, այդ ձակերն էլ ենքան շատ են։ Կեսներ նախին են։ Այդ զակերի կեսներ հիմա նախին են։ Ես մանկատնից չեմ եղել։ Սկանում ես էլ շատ բարեկամներ ունեմ, բարեկամներ, հարազատներ եւ այլ, սենց մի դետդոմովսկի էլ այդ որ ասում են։ Բայց վերջին ինչ որ մի բան կա, մի պլանկա կա, որ այդ պլանկային հետևում ես, ասում ես ամոթ, հա, սա խոսակցությունների բան չդառնա, վստահության կորուստի հարց չդառնա, թայֆա ձևավորելու ինչ որ մոդել չձևավորենք մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այդ սա բան է, սա ոչնչացրած է, սկզբում չկա։ Ընդունում եմ եւ վստահ եղեք, որ միայն այդպես է կներնա, այլ կերպ ուղղակի չկա։ Բարեձեզ, պարոն նախագահ, ես Աշոտ Նեմասարյան, Հրազդան ամենքի հավաքանու անդամ։ Հարցս վերաբերում է Հրազդան քաղաքին, բայց ես կասեի մարզերին։ Հիմա նայեք։ Հա? Միկրոֆոնում։ Հիմա տեսեք, Երևան քաղաքում մոտավոր հաշվարկներով տարբեր աղբյուրներից որ ինֆորմացիան վերցնում եմ 230-240 հազար մարդու բնակարանաշինության մասին է խոսքը գնում, որը որ կասեի, որ մարզերում չկա նման բան։ Օրինակ Հրազդանում 2-3 բազմաբնակարան շենք է սարքվում, գներն էլ բնականաբար հավասարեցված է Երևանի գներին, բնակարանի 1 քառակուսի մետրի արժեքի եսի նկատի ունեմ, երիտասարդությունը, որը որ պետք է գնի, այսօր ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ կանխիկ գումարով ամբողջ բնակարանը գնելու վարկով, իպոթեկով բնակարանը գնելուց, բնականաբար ընտրությունը կանգնում է Երևանի վրա, որտեղ գինը նույնն է, հնարավորություններն էլ թույլ են տալի։ Հետո աշխատատեղերի քանակի սակավության պատճառով երիտասարդներից շատերը խելացի մասան գնում է Երևանում աշխատելու Հրազդանից նկատի ունեմ մոտ տարածքը, բնականաբար տունը առան, վերջ պրծավել Հրազդան հետ չեն գա։ Նույնը վերաբերվում է մյուս քաղաքներին։ Դուք ինչպես եք պատկերացնում մարզերում այդ բնակարանաշինության, լավ սենց ասեմ, երիտասարդներին մարզերում պահելու խնդիրը։ Որտեղ մենք կներեք, բայց ոնց որ գնում են քաղաք պետության։ Լրիվ ընդունում եմ, սա պրոբլեմ է եւ մենք համաչափ զարգացման, տարածքային համաչափ զարգացման գաղափարն ենք դնում ուղղակի մեր ծրագրի հիմքում, իսկապես սա պրոբլեմ է։ Որոշ չափով Երևանում ես ուղղակի հիշեցնեմ, տնտեսական ճգնաժամից հետո շինարարությունը ընդհանրապես լրիվ կաղնած էր, զրոյի վրա էր, սննկացումներ եւ այլ, այն ժամանակ եւ
այդ եկամտահարկի վերադարձի հարցը ինքը բավական բան դառավ, մոտիվացրեց եւ այդ բիզնեսը, շինարարությունը նոր սկսեց թափառնել։ Իրականում եկամտահարկի վերադարձի հարցը ինքը սոցիալական տեսանկյունից ինքը արդար օրենք չի, արդար մոտեցում չի, որովհետեւ ըստ էության շատերը բնակարան էին առնում ոչ թե նրա համար, որ կարիք ունեն, այլ հնարավորություն կա եկամտահարկի վերադարձով դու մեծ աշխատավարձ պիտի ստանաս, որ եկամտահարկը բավարար լինի, այսպես ինքը ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու, բիզնես զարգացնելու ծրագիր էր, այլ ոչ թե սոցիալական։ Եթե օբյեկտիվ նայեք, ինքը ոլորտը տեղի չարժեց, բայց ինքը սոցիալական հարց չի լուծում։ Հիմա նման կարգի հարցեր լուծելու համար մենք պետք է նաև սոցիալական բնակարանային շինարարության ծրագիր ունենանք, որտեղ անապահով խավերը չեն կարող եկամտահարկի վերադարձով բնակարանային հարց լուծել։ Ինչ կատարում է Երևանում անկանոն եւ ամենից մեծ խնդրումը գիտեք ինչն է, երբ որ շինթույլտվությունը տալիս են, շատ բարձ ասեմ, շինթույլտվության գումարները դարձելով գիտի ինչ, միանալ հոսանքին, միանալ ինչ-որ գազի, միանալ ենթակառուցվածքային այդ ծառայություններին խնդրեմ է դարել։ Եվ այդ ամենը սենց ոնց որ գները փչելու ինչ-որ մի մեխանիզմ են դրել, բայց հիմնական նպատակը հետևյալն էր, հնարավորինս այդ ոլորտից փող շատ քաշել բերել, քաղաքապետարան բերել բյուջե։ Բայց սա բերես նաև նրան, որ նման կարգի ծախսերը որոշակի բիզնես գրավչություն ունեն միայն Երևանում։ Երևանից դուրս շատ քիչ կարող է Ծաղկաձորում, որպես Ծաղկաձոր, նույնիսկ Ջերմուկում հիմա այդ հետաքրքրությունը չկա։ Վերանայում այն կարիք այո այստեղ կա։ Պետք է այնպես անենք, որ բիզնեսը, շինարարությունը որպես ճյուղ չտուժի, բայց պետությունը պետք է այդ գումարներով սոցիալական նաև շինարարություն անի եւ մարզերի համաչափ զարգացման ծրագիր անի։ Ուրեմն եթե դա մարզում է, շատ ավելի Երևանում պետք չի պետությունը ինչ-որ բան անի։ Երևանում պետքա պետությունը չխանգարի, կոպիտ ասած։ Մարզերում պետքա կոնկրետ բան անի օգնելու համար։ Մոդելի բանը սա է։ Հիմա Ծաղկաձորը ես որ սկսեցի Ծաղկաձորում լրիվ պատկերը փոխվեց։ Եթե հիշում եք ինչպեսին նա եղել Ծաղկաձորը, պետությունը մտավ, պետությունը պայմաններ ստեղծեց, հետո գնաց ավտոպիլոտի մեջ արդեն։ Հիմա նույնը տարածքային զարգացումն է։ Այ կրկնեմ այդ մոդելը, Երևանում չխանգարել, մարզերում օգնել, որ տեղից շարժվի։ Եթե մարզերում չօգնես, տեղից չի շարժվելու։ Այդ մոդելով պետք է կարողանանք առաջ շարժվել։ Եվ մեր ծրագրերում դա կա, համաչափ զարգացման ծրագրերում կա, այդ անկասկած։ Հետո օրինակ խոսվեց միայնակ մայր խոսաշ, ինքը չի կարա եկամտահարկի վերադարձի ծրագրով իպոթեք վերցնի եւ բնակարան ստանա։ Ուրեմն նշանակում է, որ եթե նման այդ կատեգորիայի մարդիկ երբեք պետք է բնակարան չունենան, կամ բնակարանային բարելավում երբեք իրենց կյանքում չպետք է ունենան։ Դրա համար այդ սոցիալական շինարարության կոմպոնենտը մենք պետք է վերցնենք, ծրագրային սարքենք եւ ուղղակի այդ ուղղությամբ շարժվենք։ Եղավ ձեզ շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն հանդիպման համար եւ հետաքրքիր հարցերի համար։